Արժանապատիվ դերայր, սիրելի ներկաներ, ես դոկտոր Զարմեն Նակաշյանն եմ, նախքան մեր այսօրվան տասախոսության հայտակիրը սկսիրը, ուզեմ դաստիարակչական հանձնախումբին գոմե, շնորհակալական խոսքեր հայտնել բոլոր այն ուժ աշխատողներուն, որոնք իրենց ժամանակը դրամատրեցին և իրենց գիտելիքները փոխանցեցին մեր քաղաքի անդամներուն այսօրվան առողջապահության փառատոնին ընթացքին։ Գխնդրեմ բոլոր գամավորներեն ոտքի գատնին, որ խմբային ձևահարությամբ կնահատենք զիրեն։ Կարծեմ թե շատերը գաշխատին անգրամարմոս միան դոկտորները հոսեն, անոնք որ գամավոր աշխատեցան, շնորհակալ ենք։ Այս տարվան առաջին առողջապահության փառատոնն էր և բավական հաջող միջոցառումը հանդիսացավ։ Այս խիստ օգտակար միջոցառումը առողջապահության փառատոնը գործնական ներդրումն է, որ կնվիրվի Գիգյան Սուրբ Աթորին քաղաքալ, նորին Սուրբ Օգնություն, դիարն Արամ առաջին հայրաբեդի 2016 թվականը ծառայության դարի հռչակման։ Այս ծերնարգի ծախսերը մասնակի հովանավորված էր USC Verdugo Hills հիվանդանոցին կողմէ։ Անոնք, որոնք կփապակին նպաստել այսօրվան ծերնարգի ծախսերուն հաջին մոդենալ դաստիարակչական հանձնախումբի անդամներուն։ Այսօրվան ջաշի խմորագեններու և ջուրի գրասիրությունը հովանավորված էր բարուն Շահանդեր Հովհաննեսյանի կողմէ։ Այժմ ուզեմ ներկայացնել մեր այսօրվան դասախոսը դոկտոր Հերիբալյանը, որ քաղաքից հանրազանոց սրտաբաններեն մեկն է։ Այսօրվան նյութն է Գանխարկիրման կեցություններ ապահովելու համար առողջ սիրտ։ Բժիշկը մեզի պիտի ծանոթացնե գանխարկերի հիմնական այն քննություններուն, որոնք անհրաժեշտ են հսկողության տակ պահելու և ապահովելու մեր սրտի առողջ աշխատանքը, շարունակելու համար մեր կյանքի ազնիվ պայքարը։ Դոկտոր Հերիբալյան շրջանավարտ է Շիկագոյի Ռոզալինդ Ֆրանկլին University Medical School-ն։ Ավարտել են ետք սրտաբանության գծով իր մասնակցությունը շարունակած է Ջորջ Վաշինգտոն Յունիվերսիթիի մեջ։ Ունի բորդի վկայական ներքին հիվանդություններու, սիրտ անոթային հիվանդություններու և միջուկային սրտաբանության nuclear cardiology-ի մեջ։ Դոկտոր Բալյան տնօրենն է Գլենդելի Adventist հիվանդանոցի բժշկական սրտաբանական կենտրոնի և անոթային ինստիտուտի սրտաբանական բաժանմունքին։ Այժմ գրավեն դոկտորը։ Thank you, Zarbine. Հայերենը հոյակապ է։ Ես սլայդներս անգլերենով է բակի, փորձեմ հայերենի տակինել։ Հայերենս լավ է, բայց կեզպես հոյակապ չէ։ First of all, thank you for այսօր եկածեք, այսինքն really փորձեմ լավագույնս ընել սիրտի մասին խոսելու և նաև ձեր հարցները պատասխանելու։ So basically սլայդները սպեց անգլերենով է, բայց հայերենի կթարգմանեմ։ So այսօր սիրտի մասին պիտի խոսենք, նաև սիրտի անոթներու մասին։ Մի քանի թեստերու մասին պիտի նշմարեմ, որ լսեք որ ամենի սիրտի թեստերու մասին պիտի խոսենք, որ հիվանդանոցը կկատարենք, որ գտնան կարևոր լալ մեկ որ սիրտի հիվանդությամբ հիվանդանոց կա և ինչ թեստեր պետք են որ նշմար են եթե սիրտի հիվանդությունն Ես շատ բարձր չեմ ասել որ հարցական չի Alright, so առաջինը պիտի խոսիմ հիվանդի մասին, որ հիվանդանոց actually Verdugo Hills եկած էր heart attack-ով Այս հիվանդը մինչև Verdugo Hills-ն Adventist փոխադրեցինք, արդեն ունեցավ cardiac arrest և մեզ զիսին, որ հիվանդը ջնշումը ցած է և նաև իրեն EKG-ի վրա նշաններ կա, որ heart attack ունենալու So հիվանդը ամիջապես որ emergency room-են եկավ թերի cath lab EKG-ին և EKG-ին արդեն մեզ ցույց կտա, որ սիրտի բալիբադը երակը փակ է և այդ պատճառով ինքը heart attack ունենալու Արակմը, որ սեղանի վրա տնիկ նորեն cardiac arrest ունեցավ և CPR հրազադեն գրծանք երակի մեջ մտնել և նշմարեցինք, որ աչ երակը լման փակ է So աչ երակի մեջ
ասի աչերագնեն նման կոծված է, so մեջ մտանք և դիտի կաթերով գրծանք մեջի արյունը և պլակը aspirate են հանել, նաև ստենտն են և երագը basically պացվեցավ, so հիվանդի ջնշումը գամած սկսավ բարձանալ և բարեբախտաբար հիվանդը գրծանք ազատել actually երկու օրը հետո հիվանդը գնացել, so ծերի 20 որ մարդիկ որ հարդատակ ունենան գրնան stable լավ, գրնան նաև սիրտերին գենա հանգարծամահան և անշուշտ որքան ավելի շուտ կան հիվանդանոց, անքան ավելի գրնան իրենց բրգել երեք շաբաթ առաջ 42 տարեկան հիվանդը Walgreens գտալ է որ ամուսնացած երկու դզդիկ heartburn ունենալ, heartburn ունեցած են ամիջապես հետո ինագով, collapse կլավ, basically ինչև իրեն resuscitate են 22 վարգան գտել, որ մինչև paramedics և այլն, so միջ այդ արդեն neurologically aware կացած է, so իրեն transfer in Long Beach Entebbe Adventist երագը կոծված է, երագը փացինք և այլն, բայց ուղեղը երբեք մեզ չեղջեգալ և unfortunately մահացավ, so Սերիկս մարդիկ կան, որ գնանք բրգել ազատել, բայց շատ կարևոր է, որ հիվանդը, որ սիմպտոմները զգա, ամիջապես հիվանդանոց 911 կան չէ և հիվանդանոց կա մանավանդ, եթե ուշատապը լան 12-13 վարգյան ուշատապ եղած և oxygen չի հասնի ուղեղնին, արդեն ուղեղը գնանք բջանալ, unfortunately, ուղեղը, որ մեյմը բջանա, ետ չեն կդար So, երեք հոգի մեկ ադա դմերնի սիդի հիվանդության, and that's a very big statistic. Մենք գարձենք, որ մարդիկ կանսեր են, դմահանան, կանսեր ամենեն մեծ, killer, and it's actually heart disease. Եվ հիմա, որ մարդիկ ավելի գծխեն և ուշադրություն չեն, մանավանդ third world countries և Չինաստան և այլն գտեսնենք, որ ավելի սիդի հիվանդություն ավելի կբարձանա որ քաղաքներում մեջ։ Եվ մեծամասնությունը մարդիկ որ հարդատակ ունենան սիրտերին որ damage կլա, մանավանդ ցախ սիրտը և եթե սիրտին մեծամասնությունը մգան որ գործունեն as հիվանդները կգնան cardiac cripple, որ հիվանդանոց նորեն և նորեն ուքան շունչինեղության թոքերին չուր գլեցվի, so երկու երեք շաբաթ անգամ հիվանդներինք որ հիվանդանոց կմտնեն, քանի որ ջաշերին ուշադիր չեն, աղշատ կուդեն և սիրտերին մգան արդեն թույլացած է։ Unfortunately, շատ թշպախտ յանք մգավին աս հիվանդները, քանի որ իրենց ուժեին գազեն, նաև ամիս անգամի հիվանդանոցներն են։ So չեն գուսեր, որ աս վիճակի հասին հիվանդները, անանվար պետք է որ իրենց տեքերն են և սիրտերին առողջ բան։ So, որքան որ մենք խարոզենք որ սիգարետ մի ձխեք, ուշադիր եղեք, գզարմանանք որ շատ մարդիկ մանավանդ բլանդերի մեջ երիտասարդները թեր սիգարետով գսպաղեն և իրենց ամենեն մեծ բաշտամոք կտոլա սիգարետը։ Մեր օֆիսը ուքան հիվանդներ մեկ շաբաթ, երկու շաբաթ հետո հարդատակ են և արդեն մալվորոն կրպանի մեջ։ So, it's an addiction, իրեն որ շատ թիժբար է սիգարետը ծկել, բայց unfortunately Եվ որ արդեն հարդատակ ունեցած է և մարդը դագավին գծխե, it's a disaster waiting to happen. So, մենք միշտ գսենք, որում հարդատակը մարդոց կաստերի գիներուն ատկան ոչ, բայց պետք է նշմանենք, որ գիներուն հարդատակը գնա աստեր և գիները, որ հարդատակը լան իրենց recovering ավելի քեշ է. Actually, մարդոց հարդատակի ռիսկը սկսած է stable է և իջնալ, գիներու հարդատակի ռիսկը և the trend of mortality, գիները, որ հարդատակ լան և գմերնի, սկսած է ենդել։ Գիներու մեջ սիգարետ ծխելը շատ է և նաև իրենց сайн և սմպտոմները հարդատակի շատ ավելի դարբեր գնալալ մարդոց մեջ։ Գիները գնան սկալ heartburn, կամ հոգնություն, մարդիկը գսկան ցախ կոմի, ցավ և թերերին ցավ գերտա, typical symptomներ չեն ունենալ գիները, շատ ատումներ, որ emergency room ուքան գնան հանդեսել, որ it's anxiety և այլն, բայց այդ պատճառով
պետք է միշտ ուշադիր դառնանք, գիներն ալան, դրամատերն ալան, եթե որ գրնիկը տապեն, որ լավ չեն սկա, գիներում մեջ ագրնա հարուտակ վադայի, պետք չէ որ անդեսեն։ So, ինչ է սիրտը, սիրտը basically ծեր ապին չակ օրգանն է, so, և երակները, որ սիրտին երակները, որ արում գարդատրեն, եթե ծեր մելանը հանեք և մելանի տիպը 2-3 մմ diameter երակներուն աչապ է, եթե որ մտածեք az ջաշերը, որ գուտենք յուղոտ ջաշերը և այլն, երակներում մեջ կրնա յուղը հավակվի, և երակներուն ճամպան, լայն ճամպանը չէ, 3 մմ ճամպան է, և երավագայ, որ 3 մմ երակի մեջ կոլեստերոլը սկսի հավակվի, և ադենը, որ կոլեստերոլը հավակվի և սկսի կոլեստերոլը ջարդի, փյուսի բես վրան արյուն հավակվի և արյունը գսարի և ատ ծևով երակը նման կոծվի, և ատ ծևով որ մարդիկ հարդետակ ունեն։ So, շատ կարևոր է, որ ուշադիր լանք մեր ջաշերում կոլեստերոլի լևելը ցած բահենք, մարզանքնից ունենք, so մարզանքները ծեր լայֆստայլի մեջ պետք է։ Ես ամենը կփորձեմ մարզանքները մեկն և ժամանիկա իմ և զավակներուս անդանիքիս ամիշտ մի բանը կարոզեմ, կարևոր է անիկա, որ ծեր կյանքի մեջ incorporate ունենք, so շատ կարևոր է healthy lifestyle։ So, սիրտին function-ը թծվածին արյունը, որ մարմին ենք ուկատևի սիրտը թոքերում պամպանել է, թոքերում մեջնալ, որ դշնչենք, oxygen-ը գարնենք, ծախ սիրտը թևի մարմինին պամպն է։ So, basically, այդ սիրտը արյունը թևի թոքերում պամպն է, ծախ սիրտը արյունը թևի ուղեղին և մարմինին պամպն է։ Եվ մեկը, որ հարդետակը լա և ծախ սիրտը գործանվի, շատ ավելի վիճակոքեշ է, քան թե այդ սիրտի հարդետակ ունենան, եթե առաջին 48 ժամը, որ ապրին և գրնան survive ունեն, գրնան full recovery ունենան, բայց ծախ սիրտը, որ գործընծնեն, recovery-ին շատ ավելի քեշ է և մարդիկ ունենան congestive heart failure և նույնիսկ այդ օրերու կհանդիպին, որ պետք է heart transplant ունենան։ Մեկ հատ հիվանդ ունեի, որ actually drug-ի վրա բռնված էր 28 տարեկան և drug-ին սիրտը գործանված էր։ So սիրտին մգանը basically 10% կաշխաներ։ Եվ unfortunately, և երկու հատ բիզիկ ուներ։ Unfortunately, հիվանդին անգամ որ կարոզեցինք դրագը պետք է կեցնես և այլն շարունակեց և մեկ իրվում բռնել cardiac arrest նահացավ։ So these things happen, they're very unfortunate, բայց պետք է որ ուշադիր լինեն։ Երակները basically սիրտի երեք հատ երակն է, LAD, circumflex, RCA։ LAD սիրտի արջևի մասը արյուն գարդատրե, right coronary artery սիրտի բարի բադը և ողմի բադնա circumflex artery։ So գլխավոր երակը կսեն LAD, եթե գլխավոր երակը մեջը պլակ հավակվի կամ խոցվի, ծախ բադը գվնասվի։ Նաև այդ հիվանդը, որ ներկայացուցի, որ հարդետակով եկած էր, աջ երակը կոծեր, աջ երակը unfortunately, ինչպես որ եթե աջ բադը սիրտին վնասվի, 48 ժամվա մեջ հիվանդը շատ ջնշումը ցած կլա և շատ հիվանդ կլա, բայց այդ 48 ժամ անցնեն հետո կրնա full recovery ունենան։ Նաև եթե մեկու որ աջ երակը կոծվի, կրնա նաև arrhythmiaներ ունենալ, cardiac arrest և այլն, so միշտ մենք անոր ուշադիր գլանք, եթե մեկը հարդետակով եկած է աջ երակը կոծեր։ So դարբեր factor-ներ կան, որ մեկում հարդետակի ռիսկի գավելն է։ Number 1, hypertension, մեկը որ ջնշումը բարձր է, իրենց երակներու հիվանդության ռիսկը շատ ավելի բարձր է։ Նաև անոնք կրնան heart attack, stroke, ոտքերու երակներու հիվանդություն և այլն։ So շատ կարևոր է, որ ջնշումը ցած վահենք։ Ջնշումը normally 140-90 պետք է լա, մեկը որ շաքար ունի, մեկը որ kidney problem ունի, ավելի խիստ կլան, ասոնց հետ ուզենք ջնշումը լա 130-80։ So մեկը որ արդեն ջնշումը կսկսի որ բարձրանալ, մանավանդ 150-160, առաջին 2-3 շաբաթը իրենց դեսենք, որ պետք է դայետին ուշադիր լա, number 1 caffeine reduction, salt reduction, stress modification։ Եթե աս 3 հատը caffeine չի բարձեցնեն, աղը չի բարձեցնեն, stress-ը չի բարձեցնեն, գնան ջնշումին դակավին բարձր լա, պետք է այնադեն թեղերու վրա ասկսեն։
մարդիկ կարծում են, որ ինձ երբ որ թեղերու վրա սկսին որքան մի դառնին այս թեղերը։ So չեմ գնացել, որ մեկ ամիս, երկու ամիս վերջնալ թեղ դիգեցնես։ Անշուշտ exception-ներ կան, մարդիկ որոնք overweight են, 30-40 pound, եթե որ diet-ն են իհարնան, գնան ջնշումը լա, շաքարը լա վրանեն սրբեն, բայց most of the time մեմը որ վրա ջնշումի problem կա եւ եկած է եւ թեղերու վրա սկսից unfortunately այդ թեղերը պետք է որ շարունակես։ Կոլեստերոլ նաեւ խիստ պետք է բահենք մանավանդ trans fat, bacon-ը լա դապկված բաներ, որ ուտենք մեր կոլեստերոլը, մանավանդ քեշ կոլեստերոլը կբարձրանա, ասի ուղղակի մեր երակները կնախրկրել եւ այդ ծևով երակները մեջը պլակ հավաքվի եւ subsequently heart attack կնան։ So LDL-ը պետք է որ բագասը normal եթե մեկը risk factor-ներ չունի, LDL target 160-ին բագաս կլինի։ Եթե որ մեկը շաքար ունի, կամ CD հիվանդություն ունեցած ասկից առաջ LDL target ունենք ուզենք ասել minimum 100 կամ ադենել 70-ին բագաս։ So նաև լավ կոլեստերոլը ուզենք բարձր բայ։ Լավ կոլեստերոլը գբայքարի քեշ կոլեստերոլին թեմ։ So մեկը որ մարզանքն է գարմիր քինի, գխմե walnuts, almonds, as ծևերով գնա լավ կոլեստերոլը բարձր բայ, որ այդ ծևով գնա քեշ կոլեստերոլին բայքարի։ So դարբեր թեղեր ունենք կոլեստերոլ իջեցնելու համար, բայց հիմա նաև նոր թեղեր ելած է, որ կոլեստերոլը ուղղակի 70-80%-ով գնա իջեցնեն։ Այս թեղերը they're injectable medications, ասերի պես է, որ ամիս անգամ inject ունեն եւ մարդոց կոլեստերոլը ուղղակի 80%-ով իջնի։ Շաքարը նաև շատ մեծ risk factor է heart attack-ի։ Մեկը որ շաքար ունի risk-երը ունի օրինակ դունիկ մեջ, բադերու մեջ termite-ը, կսկսի բադերը թույնալ բջանալ։ Նույն ծևով սիդիկ երակները, մեն որ շաքարը մտնե, սիդիկ երակները եւ կոլեստերոլի հավաքույթը եւ heart attack-ի ռիսկը շատ ավելի բարձր է։ So շաքարը մինակ սիդին չի զարգանա, ուղեղինը լա ոտքի երակներն։ So շաքարը կփորձենք վառ բայել եւ մանավանդ hemoglobin A1C կփորձենք preferably within Varula. Cigarette smoking, I mean, needless to say, mere mashagiki mech cigarettes, mashallah, amen cigarettes. So we reporting amen sebov cigarette molyutunu yersera mentionnes hane. Obesity, shat marti krestem vor marzanki թեմեն կամ գարցեն որ սոֆային թեմի խանոց կալել եւ ետ կալել նիգա իրենց մարզակն է, that's not true. Որական minimum 30-45 վայրկյան active cardiovascular exercise պետք է ունեն, minimum 5-6 օր շաբաթ։ Եթե որ չես կրնիր եւ սիդի ծագը 130-140 չես բարձրացնեն 20-30 վայրկյան, նիգա մարզակ չէ։ So եթե որ մարզանքն ես cardiovascular exercise սիդի ծագը բարձր բայես ու մերաբալակոյթը automatic բարձանա եւ շատ ավելի թյուրին մարմինի յուղը գայդես եւ առողջ կմնաս։ So sedentary lifestyle մանավանդ ասթարուս որ ամեն ինչ it's one phone call away, դեռ մի երթալու պետք չունի, քալելու պետք չունի Գյանքը շատ ավելի թյուրացած է, unfortunately նույն ծևով մարզանքը բաքսած է։ Մեկը որ դարի կարն է ընդհանրում մարմինը կզերանա եւ նաեւ երակներն նույն ծևով կգնան ավելի հոգնի եւ հագոտակի ռիսկը ավելի կբարձրանա։ So երակը basically եթե նշмарես 3 mm, sometimes 4 mm Մեկը որ նորածին է երակները մաքրու լան, basically եթե քանակով երակը գտնենք դեսնենք որ 3 layer ունի, ամենեն մեջի layer-ը գսեն intima, մեջտերի layer-ը media որ մգանոտ layer է, ամենեն թուրսի layer-ը adventitious։ Եվ որ մարդիկ սկսին առողջապահ չլան, կոլեստերոլ սկսի հավաքվի, so աս տերինը կոլեստերոլն է, ժամանակի ընթացքին կոլեստերոլը գնա սկսի ավելի հավաքվի եւ արմի շրջանը քանքարման։
So մարդիկ կսկսին ունենալ chest pain, CD ցավը, եթե այլին բավարար չի ասնի CD մգանին, կսկսի CD ցավ ունենալ։ Հարդատակը ունենալ, երբ որ այս կոլեստերոլի պշտիկի մեծ բادرվի եւ մեջը արնանցությունը լա եւ արյունը սարի եւ արյունի շրջանը նման կգենա եւ այս ծավալը որ մարդիկ ունենան հարդատակ եւ որ արյուն չի ասնի CD մգանը կմեռնի։ So 1 ժամվա եթե 1 ժամ արյուն չի ասնի CD մգանին ացիդին մասը վեր կդառնա եւ basically մեմորսիվը վեր կլա չի վերանալու։ Ուղեղը շատ ավելի սկայուն է, ուղեղը եթե 13 վայրկյան արյուն չի ասնի, ուղեղը permanently կպճանա եւ անհրաժեշտ է որ շատ ավելի ուշադիր կլա, մեկը որ ուշադապ լա, միշտ ուզենք առաջարկել որ CPR-ն, օքսիգենը ուղեղին չի բացի, որ ուղեղին չի պճանա։ So basically plaque դիսկսի հավաքվի դեսնենք աստեղոնակի երագը 50%-ով Կնված է, բայց նորեն հարդատակ չի գա, բայց հարդատակը դեսկսի և որ աս պլակը բادرվի, և որ բادرվի արյունը, որ երագի մեջ են գանցնի պլակին մենչի կոնտենտին հետ խարնվի և basically խաղ կգապի և երագը նման կործնի։ So, ինչ տեստեր գնագնել, որ առաջ կարնենք, հիտնանք, որ մեկը CD հիվանդություն ունի գամուչ։ So, number 1, մեկը որ CD ցավ ունենա, որ EKG-ն նորմալ է և գրնակ խալել գարաչարվին որ treadmill-ը։ So, մեր օֆիսը մի բանտանոցի մեջ treadmill, որ մեկը գնենք, usually ուզենք 6-7 վարգյան treadmill-ը վրա խալել և իրենց CD զարգը որոշ թիվեր մոտ պարցանա։ So, եթե մոնակ մեկը 50 դարեգան է, գսենք 220 minus 50 գրնա 170 անգամ 85%։ So, եթե որ իրենք CD զարգը 85% 170 գրնան պետք անել, 85% 170 գացեմ 154 անգամն է։ So, 154 որ CD զարգը հասնի և մենք EKG վրա գնանք, որ EKG փոփոխություններ չի գա, գրնան լսել, որ հավանաբար 85% վստահենք, որ հիվանդին CD-ն երակները բաց են, 100% չեն շուտ։ Եթե մեկը չի գնալ բազել treadmill-ի վրա, գնանք այդ chemical test-ն է, որ երակի մեջ թեղը կսրսկենք և կամերային ալը սկան գնենք։ So, nuclear stress test, անիկա 90% discrete է, մեզի ցույց կտա, որ number 1 CD-ն երակները բաց են և եթե որ պրնված է, որ մենք մասը պրնված կլա և այդ ծևով գարաչարգենք angiogram։ So, ուրեմն եթե nuclear test նորմալ չէ, մեկը գարաչարգենք angiogram-ի, որ ուղագի միլը երակի մեջ կմցնենք թեպիսիրը և թեղը inject կնենք, գնանք, որ երակներն չի վիճակում է։ Եթե մեկը չուզեր angiogram-ը լա, գնանք իրենց առաջարկել CT angiogram։ CT angiogram երակներուն basically angiogram-ի պես է, բայց cath lab-ի մեջ, երակի մեջ միլ մցնելու պետք չի գա։ It's like a CAT scan of the arteries. So, CAT scan-ը discrete է, եթե երակները սկիզբեն պրնված են կամ մինչև երակներում մեջտեղի մասը, բայց եթե երակները վերջավորության պրնված է, CT angiogram-ը այդքան discrete չէ։ So, ամենեն discrete test-ը traditional angiogram-ն է, որ cath lab-ի մեջ հիվանդը կբարգի և angiogram ունենք։ So, հիմա աս օրերուս angiogram-ը շատ ավելի թյուրուն է հիվանդին համար, ես angiogram-ըս գրետ է 90%-ը մարդոց ցերքին ռիսկին մեջ են գնենք, basically angiogram-ը գլա և եթե որ ամեն ինչ նորմալ է, ցերքին ռիսկան գտնենք և մեկ ժամեն հիվանդը դուն գերնա, so շիդակ բարգերու և այն անիգա պետ չունի։ Դարբեր լաբ թեստը, եթե մեկը chest pain-ով կամ emergency room, առաջին թեստը որ չեք գնենք troponin։ Troponin-ը CD-ն մգանի մեջ գոյություն ունենա։ Եթե մեկը CD մգանի վնաս ունի, գունենա և damage ունի, հարդատակի նշանները troponin-ները կսկսին ավելնա։ 1-2 ժամ հարդատակին հետո troponin-ը կսկսի բարձրանալ և troponin-ը արյունի մեջ մինչև 5-7 օր մեջը կմնա։ So, եթե մեկը emergency room կա և troponin check կնենք և chest pain-ը 1-2 ժամ կունենալու, եթե troponin բարձր է արդեն անիկա նշան է, որ հիվանդը հարդատակ կունենալու։ Նաև դարբեր թեստեր, եթե մեկը շունչի նեղությամբ կա հիվանդանոց check կնենք
BNP երբ որ CD մգանը stretch կլա, so եթե մեկը heart failure-ի մեջ է, CD լավ pump-չն է, CD մգանը կսկսի stretch կլա եւ աս BNP enzyme կսկսի ավելնալ արյունի մեջ։ So երբ որ BNP-ն բարձրացած է մեր շունչի նեղությամբ ու կա, մենք գսենք կնշմարենք, որ հիվանդը heart failure-ի մեջ է։ Ուրիշ test մնա որ it's non-specific, CRP test-ը մեզի գսե որ երակներում մեջ inflammation ուրեց կա։ So եթե CRP-ն բարձր է, մանավանդ 5-10 անգամ նորմալ են, կնանք կուշագել, որ աս հիվանդը ունի inflammation երակներում մեջ։ Բայց նաև CRP-ն կնան բարձրանալ, եթե մեկը flu ունի, եթե մեկը ուրիշ autoimmune disease ունի։ So CRP specific test-ն չէ CD հիվանդության համար։ Մարդիկ կնան լալ calcium scan, calcium score, եթե որ whole body scan կլա կամ CD scan եւ calcium score-ը բարձր է, անիկա indirect մեզի գնա ասել, որ երակները հավանաբար plaque հավաքված է։ So եթե մեկը calcium scan լա եւ calcium score-ը 0 է, there's a very good chance որ երակները մաքրում են։ Եթե calcium score-ը օրինակ 400-ն բարձր է, մենք կնանք նշмарել, որ հավանաբար աս հիվանդը երակներու հիվանդություն ունի։ So պետք է subsequently թելաթենք maybe angiogram։ So նաև եթե մեկը շունչի նեղությամբ ուկա որ կամ բժիշկը մտիկ կնե CD-ն վալերուն եւ murmur ունի հիվանդը echocardiogram order կնենք։ Echocardiogram it's an ultrasound, CD-ն ultrasound կնենք գնանք գիտնալ որ CD-ն մգանը ինչ վիճակի մեջ է եւ CD-ն վալվերը ինչպես կաշխատի։ Անշուշտ EKG-ն it's a very simple test, EKG մեզի ցույց կտա որ եթե CD-ն արյունի շրջանը CD-ն դեպի երակներում մեջ ինչ վիճակի մեջ է։ Եթե CD-ն արյունի շրջանը անբավարար է, արդեն EKG-ի մեջ ցույց կտա որ այդ CD-ն ակբարը լավ արյուն չստանա։ So basically as slide-ը իմակվա ասածը summarize կնենք, so I'll skip that. So EKG basically higher դասը հայրկստան դարվա test never tell just read it. Եթե որ աս EKG գնենք most of the time եթե EKG normal է եւ մեկը chest pain ունենա որ գնանք հավանաբար ասել որ մեկը heart attack չունենա, բայց մեկ երակը, CD մեջտերի երակը եթե կոծված լա 80%, 80% of the time heart attack-ի նշանը չեն գնալ EKG-ին ուշագրել։ So եթե մեկը typical symptom-ներ ունի heart attack-ի EKG-ին հավանաբար բավարար չէ, բայց եթե որ EKG-ի վրա տեսնենք որ դարօրինակ change-եր կամ բռնանք ուշագրել որ մեկը heart attack ունենա, բայց եթե EKG-ն նորմալ է, բայց մեկը դագարին chest pain ունենա, որ չենք գնա ասել որ sorry heart attack չես ունենա, որ հաջիշտ տուն կան։ So echocardiogram որ ultrasound գնենք CD-ին սենյակները գնանք գիտնալ, ասի ցավ սենյակն է, ասի աջ սենյակն է եւ CD-ը ինչպես pump կնի։ Նաեւ valve-ը, ասի mitral valve-ն է, որ CD-ին ցավ վերի սենյակը եւ վարի սենյակը իրար մեկը բաժնեն, ասա tricuspid valve, որ աջ կողմի վարի սենյակը եւ վերի սենյակը իրար մեկը բաժնեն։ Angiogram-ը անշուշտ գնանք ոտքեն մտնել, թեդի սիրտը, կամ նաեւ հիմա գնանք թևեն մտնել, թեդի սիրտը եւ catheter որ մտցնենք եւ թել գսրսկենք գնանք նաեւ երակները ինչ վիճակի մեջ են։ So heart attack basically երբ որ as plaque rupture գլա արյունը գսարի այնադեն մեկ ունենա heart attack։ Դարբեր արյունի մեջի դարբեր ճիճներ heart attack-ի թել կգադարեն։ Number 1 platelets-ները երբ որ իրար, այսինքն երբ որ արյունը շրջանը գտանտառնա platelets-ները իրարու կփակին եւ clot կհավաքվի, արյունի շրջանը basically կգենա եւ ասցեվով հիվանդը կունենա heart attack։ Անորոշ եթե մեկը heart attack ունենա, որ number 1 գսենք որ պետք է aspirin առնեն։ Եթե որ aspirin գլեն, իրենց heart attack-ին մահը 20% գծածնա։ So երբ որ մեկը heart attack-ի նշաններ ունի, կթելաթենք որ aspirin առնեն, որ platelets-ները իրարու չի փակին։ Եվ որ platelets-ները իրարու փակին, կսկսի clot անացեվով մեջտեղի փակ։ So նաև եթե մեկը emergency-ում կա եւ heart attack ունենա, որ իրենց կուտան heparin, արյունին կփարակցնեն, որ արյունի շրջանը չի գնա, արյունը չի սարի եւ այդ ծավալով իրենց
cath lab գնանք angiogramով գնանք միլով մեջ մտնել, խլատը մաքրել եւ stent դնել։ Մենք որ մեկը stent ունի, պետք է որ minimum 1 տարի aspirin եւ Plavix խմի։ Այս երկու թերերը մեզի չեն ցկեր որ այդ stent-ի մեջ արյունը մի անգամ սարի եւ երակը փոխվի։ Եթե մեկը stent ունի եւ թերերը չի խմել մանավանդ aspirin եւ Plavix, առաջին տարին մանավանդ կգնա արյուն երակը մեկ անգամ փոխվի եւ եթե մեկը heart attack ունենա at պատճառով որ stent-ը մի անգամ փոխվի, անոնց մահին percentage-ը 40%։ So գեսը 40% ադիմաները գնան մի անգամ հանգարցամանալ, քանի որ իրենց թերերը չեն ապեր stent-ին։ So as երակը cross section սիրտը basically շերտված է եւ ասիգա դեսնենք որ երակը արդեն մեջը plaque հավաքված է ուղերն են եւ այս մասը plaque-ը փշրված է եւ արյունը սարած է։ Դեսնենք որ ամենին։ So as ծեվով արյունը որ սարած է basically երակը նման խոցված է եւ սիրտին արջերի բադը վնասված է։ So քույնը փոխված է։ Unfortunately this is a autopsy, ասիվանտը մեռած է եւ սիրտը autopsy։ So ասիվանտը գլխավոր երակը խոցված է, քանի որ plaque rupture, clot formation, heart attack եւ արջերի բադը վնասված է եւ ասիվանտը հանգարցամահ Մեկը որ heart attack ունենա, չեն թելաթրել որ ինքնաշարժի մեջ մտնեն եւ իրենց հիվանդանոց կշեն։ Երեք շաբաթ առաջ դիգիմի եկավ emergency-ում, ասա որ 50 վայրկյան առաջ չասպենք ունենայի որ, so ես ինձ որոշեցի որ emergency-ում կամ։ Եվ ասիվանտը ունենա որ heart attack, 64 տարեկան դիգիներ, բարեբախտաբար cath lab դարինք մեջտեղի երակը նման փակել, բացինք stent-ը եւ that's a happy story, բայց հիվանդներ կան որ չասպենք ունենան, ինքնաշարժի մեջ կմտնեն, freeway մեջ, full cardiac arrest ունենան եւ անշուշտ իրենց կյանքը կպջանա եւ գնան ուրիշներն անշուշտ կյանքը կճացնեն։ So that's not a good idea. So ինչպես որ ասի եւ որ plaque rupture ունենա երակի փոցի մեջ գնան միլով մտնել եւ բլոնով լայնցնել երակը եւ stent դնել։ Անշուշտ մեջի plaque-ը որ մաքրենք usually գտեսնենք clot եւ plaque, այս երկուքը երակի մեջ հավաքված կլան եւ այդ պատճառով որ սիրտի երակը կփակվի։ So մեր հիվանդանոց օրինակ Glendale Adventist շատ ուշադրություն կտան, երբ որ մեկը հեռացան է եւ գսե չասպեն ունի, ամբուլանսը գուկա դունը, այդ ժամը որ ամբուլանսը իրենց տունը կմտնի, մինչեւ հիվանդը cath lab կմտնի, գսեն door to balloon time, այդ ժամը շատ թանկագին է, ուզենք այդ ժամը օրինակ 60 վայրկյանին պակասել է, so մենք միշտ at Jamera we keep track of that. So maybe Mantanot Sorak Amenen Araka Samirek Bargamamich make a heart attack over Yaga Kamchada Rahosa, you have cattle image Murazet. I mean those times are important. Yet the work can have shoot but ne Hivantanot, you have cattle, Yaraga Pasla and can have sitting Molani damage have So I see stent basically it's like a spring where you're getting measurements percent inflating. You have a stent balloon bara you have measurement you have make percent inflating balloon inflate you have stent basically you're getting fixed to that. So maybe what you're getting stent on is Sadianas stent you're getting measurement. Եթե մենք օրինակ սիդեր բանա եւ երալը գդրե եւ հանեն ստենտը գտնա ելել պրսպայց մենք որ ստենտը մեջն է Սգյանս մեջն է մարդիկ կսեն որ նոր ստենտ տրված է MRI գտնամ նոդալ այո MRI ստենտը բիլի չի շարժե դերին չի շարժե that's not it's MRI compatible գնաս MRI լալի որ ստենտ ունեցած So ստենտը մեջտեղ եկած է actually 1870-ին London image Adam Nakushman Charles Stanton. Basically, it's a device to keep the artery open. At Bajarovas at Imastov Neshterevaz. Nashush Stanton invented Austria image Hazarina Dr. Grunzig. Inka
մեջտեղ հանած է, որ եթե որ երակը փակ է, կրնանք մեջը մտնել եւ բլոնով լայնցնել երակը եւ փանալ։ It's a very innovative concept. Առաջ հանգից առաջ եթե մեկը heart attack ունենար, surgery կդանեին, կուրծը կփանային, մեկ երակի համար նույնիսկ պետք է որ բարկասը լա։ So, as Dr. Granzeka ինքը եւ Դինը մտածեցան, որ կրնանք մենք բալոնը ինվենտներ, որ երակի մեջ կմտնենք սիրտը եւ բալոնը դուրսեն գուրեցնենք եւ բալոնը որ բացվի, երակը անշուշտ կբացվի եւ heart attack-ի ռիսկը կանխելանա։ So 1976-ին ինքը որ Աստրիա հիվանդանոցի մեջ կաշխատի, հիվանդը որ heart attack-ով եկած է, ինքը քախնիորեն քյատլա դարած է եւ այս բալոնով լայնցուցած է երակը բացած է եւ մարդը որ heart attack ունենա, որ heart attack-ը basically անհետացած է։ Surgery մեծը որ քիծած է որ ասի Dr. Granzeka առանց իրեն քիտնալու բալոնով բացած է շատ չամենացած է եւ իրեն փորձած է հիվանդանոցեն դուրս բերել։ Բայց անշուշտ աստծեով ինքը վերցավ pioneer-ը լավ որ գնանք երակները բալոնով լայնցնել Stentinel, so ինքը basically առաջին անցներ որ ասկրիլը մեջտեղ հանեց։ Unfortunately ինքը հրավիրվեցավ Ամերիկա, Emory University, Atlanta եւ unfortunately 45 տարեկանին plane crash-ի մեջ մահացավ, բայց մինչև 45 տարեկան արդեն ինքը ասկրիլը մեջտեղ հանած էր եւ ինքը ստենտի քույլը մեջտեղ կրավ։ Անգից հետո basically դարբեր ստենտներ, առաջին ստենտները շատ I think they were archaic, love ստենտներ չէին, բայց երակը բաց կբային եւ անգից հետո հիմա նոր ստենտներ, նոր քույլեր մեջտեղ ելած է, որ ստենտը թեղով թափված է։ Drug delivery stent, այս թեղով թափված ստենտները շատ ավելի ուշ կգործվին, so chance-ը որ մեջը երբ plak հավաքվի շատ ավելի քիչ է։ Առաջվա ստենտները 25% chance կար, որ 6 ամսվա մեջը plak հավաքվի, հիմակվա ստենտները 8% chance կա, որ մեջը գտնա երբ plak հավաքվի։ So երկու շաբաթ առաջ Food and Drug Administration approve of bioabsorbable stents. So bioabsorbable stents are stentները, որ մարմնի մեջ կտնես, երակի մեջ եւ dissolve կգան։ Basically մեկ տարի վեճ այդ ստենտին metal framework բոլորովին կանհետանա։ So մեկը որ օրինակ առաջ կսենք, որ եթե մեկը մեկ հատ stent ունի եւ երկրորդ stent-ը նույն երակի մեջ կտնես, there's a limit, որքան կգնա stent-ը։ So հիմա այս նոր stent-ները որ մեջտեղ եկավ, մեկը կգնա 5 հատ 10 հատ stent ունենալ, անքանադեմ որ այդ stent-ը permanently dissolve-ը, it's bioabsorbable stent. So it's a new innovation. Եվրոպայի մեջ արդեն ներկայիս տարի այս bioabsorbable stent-ը կգործած են, բայց unfortunately ամերիկան անգամ որ առաջացած են նույն ծավալով կառավարությունը շատ խիստ է։ So շատ քույլեր որ Եվրոպայի մեջ արդեն կգործած են, մեր կառավարությունը 1 տարի 2 տարի հետո approve ունի։ So bioabsorbable stent-ները basically երակի մեջ որ դնան 1 տարի մեջ նման as framework-ը կհալի երակը անշուշտ բաց կմնա, բայց as framework-ը, as metal framework-ը կհալի իր մեջ չի մնա։ So ասի example-ները հիվանդիմը, որ երակը նման փակ է, գլխավոր երակը, բալոնով լայնցուցինք ստենտերինք եւ երակը բացինք։ So the different example, ասել աչ երակը plak հավաքված է, մեջը մտան միլով ստենտերինք երակը բացինք։ So մեկը որ heart attack ունեցավ եւ stent ունի, հիմա յանքին սիստեմը պետք է փոխել։ So ինչ կնա մնել որ մեր մարմինը առողջ բային heart attack-ին հետո։ So դարբեր բնավն։ So number 1 as Josh-ն հետո եկել բանիրով փաստահարը։ So կարևորը որ calorie intake-ը բացեցնես։ So որքան ավելի calorie intake-ը բարձր է, այնքան ավելի ընդհանրապես մարմինը calorie-ները յուղի պիտի վերածվին եւ you're going to gain weight. So you are what you eat. Եթե որ մարդիկ ուքան օֆիսը սկսեն որ Dr. Plumber չեմ ուտել որ եւ բքերնամ։ I don't believe that. Ես պետք է որ անին կամերաս դեն նայեմ exactly բայց աստերն անդերեն կփախցնեն որ։ So plumber չուտելով
That doesn't make sense. So վստահ եմ որ հացերենը լա մարդիկ իրեն, բայց նույն ադեն մարզանքի բաղասությունն է որ մարդիկ կերնան։ So մարդիկ կնան normal diet ուտել եւ կերնան, քանի որ ամեն օրը նստած կնան մարզանք չեն։ So մարզանքը եւ diet-ը միասին կնաս առողջ մնան։ So կարևոր է որ հացերեններեն հերոմնան, նաեւ ծգերեն ջերմակ միս, ցուկ հնդկահավ եւ So whole grains, fiber rich, these three 1 ounce equivalents. So naib ala guzek por meoges gramen bagas la kasanchor jamba mech. So ala betke baksetsen. Շաքարելենը բդուղի մեջի շաքարը օգտակար է, անշուշտ ամեն ինչին չափազանցությունը քեշ է, բայց շաքարելեններ, որ ունենք, chocolate եւ այլն, chocolate-ները dark chocolate-ը օգտակար է, բայց միշտ chocolate-ները sweet, candy անոնք ամենը վնասական։ So nuts, legumes, so almonds, walnuts, they're monounsaturated fats or love fatted, avocados, love fatted or actually mermarmina bahanchuni betuni. So love fatted betki arding kesh fatted meruna. So total cholesterol yergoyru bagas betki LDL ichkes korsi yetemek shakarni kidney problem ani betki ye heart attack e vazornak 70 bagas HDL love cholesterol 40 ber betki. Skim milk, մարդիկ որ օրինակ գաթեղենները, հապգիտեղենները, փորձեցեք egg yolk-ը այո օգտակար է, բայց քոլեստերոլ ունի, so փորձեցեք ավելի egg white ընդունել, կամ թե whole eggs, բաները դա low fat կամ non fat, մսերենները, գարմին միսը, օրինակ ամիս անգամ ունի, չեմ մարդիկ ասեն որ ամեն օր խորոված կուտենք, ջերմակ միսը So նաև բդուղները որ մեջ antioxidant berries, blueberry, blackberry, raspberry, ասում կարևոր է։ Broccoli, շատ մարդիկ չեն սիրել broccoli, but it's actually very healthy for you. Grapes, շաքար ունի մեջը, բայց նաև անշուշտ ուշադրի պետք է ունենա, բայց they're healthy for you. Դարբեր herber, օրինակ rosemary, oregano, եւ այլն, they have antioxidants, որ երակներուն համար լավ են։ Black beans, major folate, you have antioxidant ունի, magnesium, so ասում actually օգտակար են։ Red wine, մեկ կավակ, մեկ շիշ, մեկ կավակ։ Իմաներս կսեն որ դակտոր մեկ serving կխմեմ որ քինի, վերջեսի որքան է, կավակը որքան է։ So you have to be careful. Salmon, again, good fat. So nature, DHA, EPS, Yevuka, Yeragner, Avili Shuchana, Avili Lavasne. So actually good fat. You love cholesterol coverage. Naive actually albacore. Albacore tuna has also very good source of omega-3. It's helpful. Olive oil. The telatem olive oil forzating mechuni polyphenol they basically antioxidant so replace butter with olive oil. Almonds, again almonds, vitamin E, fiber, they're actually very good for your blood cholesterol levels. Walnuts, again, make dobrakche, mikani higher duzen amen so naev asad low fat nature, you have low cholesterol levels. Edamame or minak appetizer and actually it's actually a great source of protein. You have triglyceride, cashew, tofu, martikan or garmi misidel, substitute in tofu, which is actually a great source of protein. You have aveli oktagare garmi misidel. Sweet red potatoes, mana nartiko shakarunin, you have sweet red potatoes for dazen. Yen shakara spike chin, shakari parts aveli balance, so I recommend that.
dark leafy vegetables, so love source of vitamin A, vitamin K. So մարդիկ որ կումենենի վրայ բայց պետք է ուշադրել լինեն։ Եվ որ կումենեն գարնես եւ կանանչեղեն գուդես կումենենի լավոները դիսկսին բաքսից, so ասիգա Արմենը Դավիդի գրթանցրացն է, so եթե որ կումենենի վրայ it's okay to take leafy vegetables, but ուզեմ որ մարդիկ նույն դայետ ունենան, մեկ օր կանանչեղեն, մեկ օր միսեղեն, եթե կումենեն գարնես steady diet-ի վրա պետք է լաս, բայց նաև պետք է ուշադրել լաս, որ ասիգա գնա կոմեդին լավոս բաքսեցնեն։ Barley, white rice, barley կորդածեցեք, basically a great source of fiber, նաև կոլեստերոլը կբաքսեցնեն և շաքարը ավելի կոնտրոլի դա կբայ։ Oatmeal շուշտ կբայ և it's a great source of fiber և շաքարը նաև stabilize կնեն և քեշ կոլեստերոլը կբաքսեցնեն։ Flaxseed, fiber, many phytochemicals, lignans, basically source of omega-3 fatty acid. Samena basically cayenne pepper, noren martiko shakaruni, cayenne pepper kordazen, yen shakar lavonel spike generally, shakarin control that. Իրենց metabolic rate-ը կավելցնեն, so fat burning ավելի շատ ավելի fat burn ավելի շուտ։ Blueberries անշուշտ մեջ ունին antioxidants և great source of magnesium, fiber, potassium եւ այլն։ So նաև կարևոր է գիտնալ որ մեկ ցերկով ձավ չի զարնվի, եթե որ ամուսնացած կապալը մեկը սիգարետ ծխել, մյուսը չի ծխել անշուշտ այդ երկրորդը գաստվի second hand smoke-ով, եթե երկուքը ծխողը լան և մեկը դեպքույթ կնե և մյուսը կշարնագե, անշուշտ անոր indirectly վնաս կասցնե որ այդ ամուսինը գամգինը և lifestyle որ կփոխվի պետք է երկուքին միասին հնեն, this is a team effort. So smoking reduction, dietary modification, asamena betke vor gadaren heart attack and over aroshma. So basically heart attack, heart disease, number one killer ne. Main kagatek or cancer ne, but it's actually heart disease. Gare whatever arach karni, lifestyle of him, jashiro, or orichasnik or heart attack. Donke mersidin mezbanas gasni evangitedo. Գտարնան cardiac cripple, որ 3 շաբաթ 4 շաբաթ անգամ emergency room-ն են կարող շունչի ներքնին կարող մերսի դեպքացած, so we don't want to get there. So a healthy diet, exercise, and regular follow-ups with your doctor is key for a happy life. So that's it. Any questions?